Տեսարդ ինչ տպավորություններ ունեք հանդիպումից եւ նախընտրական ծրագրից։ Բավականին դրական տպավորություններ ունեմ ու հատկապես դուր եկավ այն, որ կրթությունը դառնալու է անվճար։ Ինձ համար բացահայտում էր, որ պարոն նախագահը եւ Հայաստանի Դաշինքի անդամները ունեն այսպիսի հումորի զգացում եւ դա հանդիպումը դարձել շատ անմիջական։ Թող շատ ընկերական միջավայր էր, հաճելի էր, կոմֆորտ էր, sense լարվածություն չկար։ Հանդիպումը շատ անմիջական էր, շատ գովելի է, որ նախագահը ունի այն շփումը երիտասարդության հետ։ Ես տպավորված եմ, իմ հարցն էր Սփյուռքի հետ կապված եւ ես համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու եւ մեր Սփյուռքի հետ կապը կրկին վերականգնվելու է, ինձ դա որոշ փոփանք էր։ Հանդիպումը շատ տպավորիչ էր ու վստահ եմ բոլորի համար մնայուն կլինի այսօրը։ Հուսով եմ նման հանդիպումները դեռ շարունակական կլինեն։ Նախապարտություն էր երկրի նախին ղեկավարի հետ, պարոն նախագահի հետ հանդիպել է, առաջի ձեռքից լսել է եւ մասնագիտական եւ քաղաքական ոլորտին առնչվող խորհուրդներ։ Կարող եմ ասել, որ այսպիսի հանդիպումները կցանկանամ, որ ավելի հաճախ լինեն, որովհետև մեզ հնարավորություն տրվեց ավելի ուրիշ տեսակետից ճանաչել նախագահին եւ հասկանալ, որ նա ոչ միայն սոսկ պաշտոնյա է, այլև ունի բազմաթիվ կողմեր, որը կարծում եմ, որ ամբողջ ժողովուրդը պետք է իմանա։ Նախընտրական ծրագրում ինձ դուր եկավ կրթությանը վերաբերող կետերը, ընկերներ, ովքեր փոխել են իրենց մասնագիտությունը ելնելով բավականին բարձր վարձավճարից ու սովորում են մի այնպիսի ֆակուլտետում, որտեղ իրենց չեն պատկերացնում։ Դրա համար այս կետը ըստիս ամենակարևորներից է հենց երիտասարդության շրջանում։